Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Ինտերվալային սովապահությունն է այսօրվա մեր թեման։ Դեռևս հին ժամանակներում մարդու օրգանիզմը, ներքին օրգանները սովոր են եղել քիչ ուտելուն։ Ինտերվալային սովապահությունը մեթոդ է, որ մարդ օրվա ընթացքում որոշ ժամանակ է ընտրում իր օրգանիզմին համապատասխան, այդ ժամանակի ընթացքում չի ուտում եւ ընտրում է որոշ ժամանակ, այդ ժամանակի ընթացքում ուտում է։ Անդրադառնանք ինտերվալային սովապահության դրական ու բացասական կողմերին, սկսենք դրանից։ Առաջին հերթին ինսուլինն է կարգավորում, երկրորդ հերթին քաշի ճիշտ նվազում է լինում։ Ֆաստինգի լավ կողմերից մեկն է, որ էներգիա է ունենում, էներգիան շատանում է, բջիջների երիտասարդացում է տեղի ունենում։ Շատ հաճախ երբ որ մարդիկ քաղցկեղով են տառապում, բժիշկները ցույցում են անում պարտադիր ֆաստինգ, որտեղ միանգամից դրական դինամիկա է լինում, ընդհանուր մինչև բուժում քաղցկեղի։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, բարև ձեզ։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարցնում ենք ինչ ուտել, չուտել։ Այսօր մենք պատասխանելու ենք երբ ուտել հարցին, որն օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ եւ նույն ժամանակ առողջացնում օրգանիզմը։ Ինտերվալային սովապահությունն է այսօրվա մեր թեման, կզրուցենք սննդաբան Անի Խաչատրյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Անի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ շնորհակալ։ Ինչ է իրենից ներկայացնում ինտերվալային սովապահությունը, ինչու է այսքան նորաձև։ Ինտերվալային սովապահությունը շատ նորաձև դարձավ մոտ 10 տարի է արդեն նորաձև է, այսպես ասած, ամերիկյան սննդաբանությունից է ծագում առել, որպեսզի կրճատեն ամերիկացիների շատ ուտելու, անհագ ուտելու ցանկությունը, սննդաբանները որոշեցին նման մեթոդ մտցնել, բայց հաշվի առնելով նաև դեռևս նախնադարից եկած մեթոդիկան, երբ որ մենք նայում ենք շատ հին ժամանակները, օրինակ նախնադարի ժամանակները, քարանձավից մարդիկ դուրս են եկել, գնացել են որսի եւ ընդհանրապես հետ են վերադարձել այդ որսով եւ կերել են այդ մեկ ուտելիքը։ Մնացածը եղել է ուղղակի հատապտուղներ, ծառի արմատներ, այսինքն մարդիկ սնվել են օրվա մեջ մեկ անգամ, որովհետեւ չեն ունեցել այն միջոցներ, չեն ունեցել դեռևս որևէ զենք, դանակ, որպեսզի կարողանան կենդանի որսալ եւ այլն։ Ստացվում է, որ դեռևս հին ժամանակներում մարդու օրգանիզմը, ներքին օրգանները սովոր են եղել քիչ ուտելուն եւ հետո արդեն տարիների ընթացքում մարքեթինգի շնորհիվ տարածվեց նախաճաշ, ճաշ, ընթրիք ուտելու, դա արդեն հազարավոր տարիների ընթացքում ուտելու այդ էթիկան, այդ մեթոդը, որը որ մարդիկ սկսեցին օգտագործել, դե արդեն դրանից ելնելով սկսվեց նաև սպասքի վաճառք, մի խոսքով, այսինքն ստացվեց, որ մարդիկ պետք է ուտեն օրվա մեջ 3 անգամ եւ նաև ավելացրեցի միջուտեսները, որը էլի շատ վիճելի հարց է։ Ինտերվալային սովապահությունը մեթոդ է, որ մարդ օրվա ընթացքում որոշ ժամանակ է ընտրում իր օրգանիզմին համապատասխան, այդ ժամանակի ընթացքում չի ուտում եւ ընտրում է որոշ ժամանակ, այդ ժամանակի ընթացքում ուտում է։ Բժիշկների հետազոտություններից ելնելով լավագույն ժամանակահատվածը դա երբ որ օրգանիզմը 16 ժամ ոչինչ չենք ուտում, հանգիստ վիճակում է եւ 8 ժամ սնվում ենք բալանսավորված սննդակարգով։ Տարածված մեթոդ է նաեւ, որը համահավասար է 16-8-ին, դա 24-ն է, այսինքն 20 ժամ մենք ոչինչ չենք ուտում եւ 4 ժամ ուտում ենք։ Սովապահությունը այսպես շատ ինտենսիվ մտավ մեր կյանք եւ այն իրականում ավելի շատ դարձավ նորաձև, բայց հավատացեք, որ այն ավելի արդյունավետ տարբերակ է այս մեր օրերում, երբ որ ուտելիքը շատ է, տարբեր տեղերում սնվելու հնարավորությունները մեծ են եւ ինտերվալային սովապահությունը դա մեթոդ է, որ մենք մեզ ավելի հարգենք, այսինքն ամբողջությամբ չտրվենք ուտելուն եւ այդ տարատեսակ ուտելիքները մեր կյանքում չմտցնենք, այսինքն ուտելը դառնա զուտ, կարգավիճակ, զուտ ինչ որ այսպես ռիտուալ, որ մենք ուղղակի սնվում ենք մեր էներգիան պահելու համար։ Անի, կխնդրեմ անդրադառնանք ինտերվալային սովապահության տեսակներին, ամենատարածվածը 16-8-ն է, ասենք թե մոտավորը ստացվում է երեկոյան 8-ից չես ուտում, մինչև կեսօր 12-ին ես ուտում, եւ նաեւ կան այլ տեսակներ, անհատական կարծես թե պետք է լինի ըստ մարդու նախապատվության կամ աշխատանքային գրաֆիկի։ Այո։ Դե 16-8-ին համապատասխանաբար նաև 24-ն է, որը պարտադիր 16-8 անելուց հետո պետք է անցնես 24-ի։ Ընդհանրապես, երբ որ մարդ առաջին անգամ որոշում է, որ պետք է սովապահություն անի, պետք է քիչ ժամերով սկսի, որովհետև հնարավոր է գլխապտույտներ, թուլություն եւ այլն։ Տարածված մեթոդը նաև 5-2-ը, այսինքն շաբաթվա 5 օրերին ուտում ենք, մեր
համապատասխան կալորիան, օրինակ 1200-ից 1600 կիլոկալորիա եւ 2 օրը քչացնում ենք մինչեւ 500-ից 600 կիլոկալորիա։ Դա նույնպես դասում է ագրեսիվ ֆաստինգի դասին, այսինքն սովապահության դասին, դա պետք է էլի բժշկի ցուցումով լինի։ Մյուսը one day meal fasting-ն է, այսինքն օրվա մեջ ուտում ենք ընդամենը 1 անգամ, դա հիմնական ես խորհուրդ եմ տալի, որ լինի ճաշը կամ ընթրիքը։ Մարդիկ հիմնական one day meal-ը անում են ուղղակի ընթրիք, այսինքն ուտում են 1 անգամ ամբողջական ափսե բալանսավորված սպիտակուցներ, ճարպեր, բջջանք եւ ածխաջուր պարտադիր։ Իրենց ամբողջ կալորիան ստանում են մեկ սննդընդունման ժամանակ։ Այո, դա հիմնականում էլի անում են սպորտով զբաղվող մարդիկ, ովքեր անընդհատ շարժման մեջ են եւ շատ քիչ ժամանակ ունեն ուտելիք պատրաստելու։ Մյուս տարբերակը dirty fasting, այդպես ենք ասում, դա երբ որ շաբաթվա մեջ կոնկրետ 1 օր ենք ընտրում եւ այդ օրը ընդհանրապես ոչինչ չենք ուտում, իսկ մնացած օրերին ուտում ենք էլի մեզ համապատասխան ֆաստինգը։ Եվ կա ֆաստինգի տեսակ, որը 24 ժամից ավել է տևում, 48 ժամից մինչև 72 ժամ, դա ավելի հավատքի մարդիկ են անում, այսինքն մարդիկ, ովքեր որ հավատքի մեջ են լինում եւ ավելի առողջական խնդիրներ լուծելու նպատակով է նման ֆաստինգը արվում։ Մարդիկ, ովքեր որ առօրյայով շատ էներգիա են ծախսում, ես խորհուրդ չեմ տալիս անել 24 ժամից ավել ֆաստինգ։ Ֆաստինգի մյուս տեսակն ուղղակի ջրով, սուրճով, թեյով ֆաստինգն է, որը էլի մարդիկ կիրառում են իրենց առօրյայում, բայց դա էլ խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ օրգանիզմին բոլոր սննդարար միջոցները, բոլոր սննդարար նյութերը անհրաժեշտ են։ Անի եկեք օգնենք մարդկանց ճիշտ կողմնորոշվել, պահեն ֆաստինգ թե ոչ, եւ անդրադառնանք ինտերվալային սովապահության դրական ու բացասական կողմերին, սկսենք դրականից։ Այն իսկապես օգնում է արդյունավետ պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։ Իհարկե, դրականը շատ է ու ապացուցված է, առաջին հերթին ինսուլինն է կարգավորում, երկրորդ հերթին քաշի ճիշտ նվազում է լինում, բայց պետք է մկանային զանգվածին ուշադիր լինել, այսինքն ֆաստինգ, եթե ասում ենք, որ ես սովապահություն եմ անում, ես ծոմ եմ պահում եւ ուտում եմ ամեն ինչ իմ 8 ժամը, որ տրված է, ուտում եմ ամեն ինչի տակ չպետք է լինի կրկին վատ սնունդ, այսինքն վերամշակված սնունդ, նրբերշիկ, ածխաջրերը, սպիտակ ալյուրից պատրաստված հացամթերք, կրկին սովապահության ժամանակ պետք է լինի բալանսավորված ափսե։ Եթե բալանսավորված չեղավ, օրինակ եղան ճարպերը, վերամշակված ճարպեր, վատ ճարպեր, ապա ֆաստինգը այսպես ասած արդյունավետ չի լինի։ Իսկ մյուս տարբերակը, որ սպիտակուցն է քիչ լինում ֆաստինգի ժամանակ, քաշի կորուստ է լինում, բայց դա արդեն մկանի հաշվին է լինում։ Այնպես որ ֆաստինգ սովապահություն ասելով միևնույն է, պետք է մենք ունենանք բալանսավորված ափսեի օրենքը, տարբերակը։ Ֆաստինգի լավ կողմերից մեկն է, որ էներգիա է ունենում, էներգիան շատանում է, օրգանիզմը, երբ որ քիչ ուտելիք է ստանում, քիչ սնունդ է ստանում, իր ամբողջ էներգիան սկսում է արդեն ուրիշ հորմոնները սկսում են ուրիշ ձև աշխատել եւ այսպես ուրիշ էներգիա է ստանում եւ ուրիշ ձև է օրգանիզմը սկսում աշխատել։ Հետաքրքիր է, չէ՞, նոնսենս է հնչում շատերի համար, որովհետեւ սնունդը էներգիայի աղբյուր է, բայց հիմա չսնվելով ենք մենք այդ էներգիան ստանում։ Երբ որ դու ստանում ես քեզ համապատասխան կալորիաները, քեզ այլևս ուրիշ ուտելիք կողքից պետք չի լինում, այսինքն ֆաստինգի հիմնական առաքելությունը, այսպես ասած, այդ միջուտեսները, որը շատ մեծ տարածում գտան, միջուտեսները հանելն է, որտեղ մենք սովոր ենք, որ մի հատ ուտենք, հետո մի հատ էլ միրգ ուտենք, մի հատ ուտենք, հետո մի հատ էլ չիր ուտենք, այ ֆաստինգի ամբողջ իմաստը դա է, որ դա պետք է հանենք։ Դա շատ դժվար է, կամաց պետք է հանել, բայց երբ որ հանում ես, արդեն սովորում ես, որ քեզ հասանելի կալորիան ստացար, վերջ, այլևս դու ցուցում չունես ուտելու, ցանկություն չունես ուտելու։ Իսկ միֆ չէ, որ նյութափոխանակությունը լավանում է։ Նյութափոխանակությունը լավանում, քնի ռեժիմն է կարգավորում, քո, այսպես ասած, լրիվ ուրիշ տեսադաշտով է սկսում, ուղղակի սկսում աշխատել։ Դու ավելի հեշտ ես խնդիրները լուծում, ավելի ուրիշ տարբերակներով ես սկսում քո խնդիրներին վերաբերվել։ Ֆաստինգի ամբողջ իմաստն է, որ երիտասարդացում է ատոֆագիա, այդպես է կոչվում, այսինքն բջիջների երիտասարդացում է տեղի ունենում եւ այն բջիջները, որոնք որ ամբողջ էներգիան ծախսում են, որպեսզի քո օրգանիզմի մեջ այդ ուտելիքի ծախսած էներգիան վերականգնեն, իրենք սկսում են արդեն ուրիշ ձևով աշխատել, այսինքն քո բջիջները սկսում են երիտասարդանալ, ինքնը մաքրվել։ Այսինքն հակաբորբոքային ազդեցություն ունի։ Հակաբորբոքային ազդեցություն է ունենում, անգամ շատ հաճախ երբ որ մարդիկ քաղցկեղով են տառապում, բժիշկները ցուցում են անում պարտադիր ֆաստինգ, որտեվ միանգամից դրական դինամիկա է լինում, ընդհանուր մինչև բուժում քաղցկեղի։ Տեսնում եք, եկեք առողջարար կողմերին անդրադառնանք, այո,
ու ասում են օգնում է նաև ճարպակալված լյարդի դեմ պայքարել, ճարպակալումն է վերացնում։ Այո, միանշանակ ֆաստինգ էլի ցուցում է, երբ որ մարդը ճարպակալած լյարդ է ունենում, պարտադիր խելացի բժիշկները, այսպես ասած, ովքեր որ նորարարական մեթոդիկայով են, բացի դեղորայքային բուժումը, միանգամից նշանակում են բուժառոյին ֆաստինգ։ Իհարկե, հատուկ սննդակարգի միջոցով, որտեղ լյարդի ճարպակալման դեպքում հատուկ սննդակարգ է լինում, պարտադիր նշանակվում է ֆաստինգ, որ լյարդի վրա այդքան գեր ծանրաբեռնվածություն չլինի եւ կրկին մարդի ստացած կալորիաների հաշվին կարողանա նաեւ եւ քաշի իջեցնի եւ ճարպակալումը վերացնի։ Խոսենք ֆաստինգի դրական կողմերի մասին, ասում են նաև սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար, երիկամների եւ նաև հիշողությունն է լավացնում։ Այո, հենց դա է ասում, որ ուղեղը սկսում է ուրիշ հորիզոններ են բացվում։ Երբ որ դու խնդիր ես ունենում, ես դա ասեմ, դուք կարող եք ձեր վրա փորձել կամ հեռուստադիտողներն կարող են փորձել, երբ որ դուք խնդիր եք ունենում, երբ որ դուք շատ կերած եք լինում, ստամոքսը լիքն է լինում, ամբողջ էներգիան քո գնում է, որպեսզի այդ ստամոքսի ուտելիքը կարողանա մարսի։ Քո ուղեղը միայն դրա վրա է աշխատում, բայց երբ որ ոչ թե սոված ես լինում, այլ դատարկ է լինում ստամոքսը, այսինքն դու հագեցած ես լինում, քո ուղեղը սկսում է մտածել այդ խնդրի շուրջ եւ ավելի հեշտ ու ավելի ճիշտ լուծումներ ես գտնում։ Լրիվ ուրիշ հորիզոններ են բացվում եւ ուղեղի բջիջները այլ կերպ են աշխատում, երբ որ ուտելիքը միայն քո օրգանիզմին համապատասխան կալորիա է ստացած լինում, այսինքն սով ես պահած լինում կոնկրետ ժամերին։ Այո, ստացվում է նաեւ ստրես հորմոնի դեմ արդյունավետ պայքարում ենք այս տարբերակով։ Այո, կորտիզոլ հորմոնի ցուցանիշներում հետազոտություն կա, երբ որ սով պահած մարդկանց եւ ոչ սով պահած մարդկանց կորտիզոլ հորմոնի անալիզ են հանձնում եւ տեսնում են, որ ովքեր որ սովորական նախաճաշ, ճաշ, ընթրիք, միջուտեսներ եւ այլն դա անում են, իրենց հորմոնը ավելի բարձր է լինում ստրեսի, քան այն մարդիկ, ովքեր որ սով են պահում, ծոմ են պահում։ Այս բոլոր դրական կողմերից հետո պիտի նշենք բացասականները, որոնք են դրանք։ Բացասականները, եթե անզգուշորեն օրինակ ուշադիր չեն լինում լեղաքարեր ունեցող մարդիկ իրենց լեղապարկում, հիմնականում լեղաքարեր է առաջացնում երկար տարիների ընթացքում, երբ որ ֆաստինգ են անում մարդիկ, սով են պահում, որտեղ լեղին այլ կերպ է սկսում արտադրել եւ մնում է լեղապարկում եւ չի արտազատվում դրանից, չի մնում է լեղապարկում եւ դրա համար լեղաքարեր են առաջանում։ Խորհրդեմ պետք է ասենք առհասարակ, երբ մարդ սոված է մնում երկար ժամանակ կամ քիչ է ուտում, լեղին խտանում է։ Ջրին պետք է ուշադրություն դարձնել։ Ջրի ռեժիմին, ջրի քանակին ու նաև խորհուրդ է տրվում, որ բացի չափա այն չափով, որ պետք է ջուր օգտագործենք, ցանկալի է նաև հանքային ջուր կողքից խմել, որպեսզի նման խնդիր չառաջանա առողջական։ Ֆաստինգի բացասական կողմերից են թերևս այն, որ որոշ մարդիկ չեն կարող ուղղակի հակացուցված է նրանց պահել ինտերվալային սովապահություն։ Ում է հակացուցված։ Դե հենց առաջին հերթին լեղապարկում քարեր ունեցող մարդկանց է հակացուցված է հղիներին, հակացուցված է արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց, ինչպես նաև արյան մեջ շաքարի ցածր ցուցանիշ ունեցող մարդկանց, ինսուլինի ցածր քանակ ունեցող մարդկանց հակացուցված է կերակրող մայրիկներին, տարեց մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, եւ հակացուցված է ցածր քաշ ունեցող մարդկանց, որոնց մոտ շատ շուտ առաջանում են գլխապտույտներ, շատ շուտ առաջանում է սրտխառնոցներ։ Նման մարդկանց հակացուցված է։ Իսկ վահանաձև գեղձի խնդիր ունեցողներին, շաքարային դիաբետով հիվանդներին։ Վահանաձև խնդիր ունեցողներին, եթե կա ցուցում բժշկի կողմից դեղորայքային բուժում, ապա միայն բժշկի խորհրդատվությունից հետո նոր ցանկալի է ինտերվալային սովապահություն, բայց քիչ ժամերով սկսել, այսինքն քիչ ժամ չուտել, պահել, հետո նոր մոտենալ 16-8-ին։ Շաքարային դիաբետ ունեցողներին էլ կրկին ինտերվալային սովապահությունը պետք է շատ ոչ ագրեսիվ լինի, ելի բժշկի ցուցումով, ցանկալի է, որ 3 անգամյա ուտելիքը տեղավորվի իր սովի ժամերի մեջ, այսինքն ոչ սովի ժամերի մեջ։ Ինտերվալային սովապահությունը կարող է հանգեցնել սննդային վարքի խանգարման։ Ագրեսիվ ֆաստինգի ժամանակ ամերիկացիները բուժառուները տեսնում էին, որ չեն ուտում ամբողջ օրվա ընթացքում եւ այդ one day meal-ը, որ ասում էի ֆաստինգի տեսակ է, ուտում են այդ մեկ ուտելիքը եւ ագահորեն են ուտում, դա էլ հենց ինսուլինի սպայք է լինում, ինսուլինի բարձրացում է լինում, որ նաեւ կբերի նաեւ սննդային վարքի խանգարման, դրա համար ամեն պարագայում ցանկացած դեպքում սովապահությունը ֆաստինգը պետք է անել
զգուշորեն կամած քայլ առ քայլ մոտենալով եւ ամբողջական կարեւոր է որ կալորիայի քանակը տվյալ մարդու համար նախատեսված տեղավորվի իր սովի ժամի մեջ։ Ստացվում է, որ սովապահությունը նույն սահմանափակումներով դիետան է, պարզապես ուտելու ժամն է սահմանափակվում։ Եվ եթե գերազանցենք կալորիաները, ոչ մի արդյունք չի լինի։ Չի լինի։ Եվ հակառակն էլ, եթե քչացնենք սննդարար սպիտակուցները, հացխիժերը ճակը, ապա հակառակ էֆեկտը կտա, իսկ կթուլանանք, թուլություն կզգանք եւ մկանները կթուլանան։ Մի քիչ ավելի պատկերավոր եթե ասենք, սովապահության ժամանակ աճի հորմոնը ակտիվանում է եւ եթե բավարար չափով սպիտակուցներ չունենք, մենք գիտենք, որ 30-ից հետո սպիտակուցային զանգվածը, պաշարը քիչ-քիչ նվազում է հյուսվածքներում, այս դեպքում մենք կնիհարենք մկանային զանգվածի հաշվին, որը խիստ վտանգավոր է, որովհետեւ մկանները վերականգնելը շատ ավելի դժվար է եւ մի շարք հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ։ Այսպիսով կարծես թե մենք կշեռքի նժարներին դրեցինք դրական եւ բացասական կողմերը, եթե ասենք ում է հակացուցված նաեւ նրանց, ովքեր ունեն ֆիզիկական ակտիվ աշխատանք կամ սպորտսմեններին բնականաբար հակացուցված է, իսկ մարզվողներին կարելի, այո, բայց սպորտսմեններին ոչ, այսինքն կոնկրետ սպորտով զբաղվող մարդկանց հակացուցված է։ Նրանք ունեն այլ սննդակարգ։ Բայց առանց սպորտի, առանց մարզումների հնարավոր է ինտերվալային սովապահությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այո, հնարավոր է ճիշտ գրագետ սովի ֆաստինգի դեպքում հնարավոր է ազատվել ավելորդ կիլոգրամից, սակայն նորից եմ ասում, կամ ֆաստինգի դեմքեր, այսպես ասած, fasting faces, երբ որ տեսնում ես դու, ինչպես հիմա տարածված է Ozempic faces, երբ որ մենք տեսնում ենք, գիտենք, որ արդեն դա Ozempic սրսկած մարդկանց դեմք է, նույնն էլ ֆաստինգի ժամանակ առաջին հերթին նայում ենք մարդու ճիշտ առողջ ձևով նիհարելուն, պետք է միանշանակ պահել բալանսավորված ափսեի այդ կանոնը, այո, եւ տեղավորվել ամբողջական մեզ համար նախատեսված կիլոկալորիայի հաշվարկի մեջ։ Ոչ մի նոր բան չկա, հա, մեր տատիկներն են նույնիսկ ասում 6-ից հետո մի կեր եւ կնիհարես։ Եվ իսկապես պահելով այդ գիշերային ժամը ամենահեշտ տարբերակն է, երբ մենք քնած ենք, կալորիաները այրվում են եւ արթնանում ենք, սուրճ, թեյ, ջուր կարելի է 12-ին սնվեք։ Եվ այսպես երբ հնարավոր է արդյունք ակնկալել կարելի, բայց դա դուք մի լսեք, յուղոտ կաթը ֆաստ չի կտրում, այո։ Այ քեզ բան։ Ես դուք տակ մի լսեք։ Արդեն լիարժեք քնելուց առաջ կարելի է մի հատ յուղոտ կաթ խմել։ Ասել եք արդեն։ Չէ, յուղոտ կաթը չի կտրում ֆաստը եւ դե միանշանակ ջուրը, սուրճը, իհարկե առանց շաքարավազ թեյը։ Խոսենք կողմնակի էֆեկտների մասին, որոնք պետք է հուշեն, որ պետք է դադարեցնել սովը եւ դիմել բժշկի։ Այո, կողմնակի էֆեկտն առաջին հերթին մի վայրկյանում գլխապտույց գալն է, այսպես թուլություն, ձեռքի մատերի այս հատվածում թմրել, այո, այսպես ասած մզում է մատիկները։ Դա նշանակում է, որ հնարավոր է ինսուլինի խնդիր կա, հնարավոր է, որ տվյալ մարդը վանաձև գեղձի խնդիր ունի, չգիտի։ Մարդկանց մեծամասնություն, երբ որ դիմում է կոնսուլտացիայի կամ ցանկանում է սննդակարգ կամ սնունդ պատվիրել, իրականում չի իմանում, որ ունի ուղեկցվող հիվանդություններ, օրինակ վերջին անգամ ասում են, որ ստուգվել են բալիկ ունենալուց առաջ, դրանից հետո անալիզ չեմ հանձնել, բայց սիրելի կանայք եւ աղջիկներ ուզում եմ ասել, որ եւ բալիկ ունենալուց առաջ, այսինքն երբ որ պլանավորում եք բալիկ եւ դրանից հետո բալիկին ունենալուց հետո ցանկալի է որ 3-ից 6 ամիսների ընթացքում հանձնեք անալիզներ, որպեսզի համեմատեք նախահղիություն, այսինքն ինչ վիճակում են եղել հորմոնները եւ հետո, որովհետեւ ահռելի տարբերություն է լինում եւ հնարավոր է արդեն նաեւ ուղեկցվող հիվանդություններ լինեն, որտեղ հղիության ընթացքում հնարավոր է ձեռքբերովի դիաբետ, որը ճիշտ սննդակարգի դեպքում, սովապահության դեպքում միանգամից վերանում է եւ չի վերածում արդեն քրոնիկ հիվանդության։ Երբ արդյունք ակնկալել անի, որքան ժամանակ պետք է պահել ինտերվալային սովապահություն։ Արդեն տեսնում ես քաշի իջեցում, մոտ 3 կիլոգրամ, կախված է քաշից տվյալ մարդու, կախված է ինչպես է որ մենք քայլում ենք, մեկը լինում է 80 կիլոգրամ, մյուսը լինում է 60 կիլոգրամ, քայլերի նույն քայլն են քայլում 10000 քայլ օրինակ վերցնենք, բայց տվյալ մարդը կորցնում է 200 կալորիա, օրինակ, մյուսը կորցնում է 400 կալորիա, դա կախված է նյութափոխանակությունից, այո, կախված է տվյալ մարդու քաշից, կախված է տվյալ մարդու նյութափոխանակությունից, հորմոններից, դրա համար 2 շաբաթում ակնկալեք մոտ 1-ից 3 կիլոգրամ քաշի իջեցում։ Իսկ որքան ժամանակով է պետք պահել ֆաստինգը եւ արդյոք թողնելուց հետո չես վերադառնա 5 կիլոգրամներին։ Ես խորհուրդ եմ տալիս եւ բոլորին եմ ասում, որ ֆաստինգը պետք է պահել միշտ։
Պետք է դառնա կենսակերպ, ինչպես քո մոտ արդեն 6 տարի է ֆաստինգ ես պահում։ Պետք է, այո, պետք է դառնա կենսակերպ, որ նորից եմ ասում, ուտելիքը չլինի այսպես կենսակերպ, անթեք չմտածես ուտելիքի մասին, հիմա էլ ուտեմ, հիմա նախաճաշս, հիմա լանչս, բայց պետք է ճիշտ լինի։ Մարդիկ ովքեր սովոր են նախաճաշ, ճաշ, ընթրիքին, իրենք չեն կարող հաջորդ օրը սով պահել, չեն կարող հաջորդ օրը ֆաստինգ անել։ Շաբաթվա մեջ մեկ անգամ, այսինքն բացառել ընթրիքը, հետո կամաց ընթրիքից հետո նաև նախաճաշը բացառել, ժամերը քիչ մոտեցնել 16:08-ի։ Մոտ 3 շաբաթ պետք է, որ մարդը նախապատրաստվի ճիշտ սովապահության, ճիշտ ծոմ պահելուն։ Հիմա դու անի ինտերվալային սովապահություն ես անում նիհարելու, թե առողջ ապրելու համար, կիլոգրամներ պահելու համար։ Այո, ես բավականին քաշ եմ։ Ես կորցրել եմ 50 կիլոգրամ, հետո բալիկներից ունենալուց հետո նորից քաշ եմ հավաքել, բավականին մեծ քաշով եմ բալիկներից ծնվել, որից հետո սովապահության շնորհիվ 30 կիլո նիհարել եմ, 32 կիլոգրամ։ Այս պարագայում հիմա դե սննդաբան եմ, գիտեմ բոլոր գաղտնիքները նիհարելու եւ այլն, բայց այս պարագայում ինձ սովապահությունը օգնում է ավելի շատ առողջության եւ շատ էներգիա ունենալու համար, որտեղ զույգ բալիկներին պահելը դժվար է, էներգիա քեզանից տամ, իսկ ինձ օգնում է սովապահությունը, այդքան չմտածեմ ուտելիքի մասին եւ այլն, ինձ շատ է օգնում, շատ էներգիա է տալիս եւ առողջական խնդիրներն է կարգավորվում։ Բայց վերջնական արդյունքի հասնելու համար պետք է կալորիաները կրճատել օրվա ընթացքում ստացած։ Այո։ Նույն օրենքն է գործում։ Նույն օրենքն է։ Այսպիսով քշերքի նժարներին դնելով դրական ու բացասական կողմերը, դրականն է ավելի շատ ու ծանր կշռում համոզվեցինք, եւս մենք անգամ հիշեցնենք ինչ է տալիս ֆաստինգը, ինտերվալային սովապահությունը մարդուն։ Առաջին հերթին տալիս է առողջություն, գեղեցիկ կազմվածք, երիտասարդացնում է։ Այո, էներգիա, աչքերի փայլն է վերադառնում եւ քո էներգիան ուղղվում է այլ ավելի կարևոր իրադարձությունների քո կյանքում, որոնք դու չես նկատում։ Շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք սննդաբան Անի Խաչատրյանի հետ։ Ինտերվալային սովապահությունը օգնում է լինել ոչ միայն բարեկազմ, այլև առողջ, երկարաձգել երիտասարդությունը։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Կհանդիպենք։